Հարցս հետևյալն է 1991 թվից մինչև 2022 թիվը Բերթավան գյուղում քանի տուն է սարքվել։ Հա? Հաստատում եք, ով է հաստատում, որ ոչ մի տուն է սարքվել։ Հա, համաձայն եք։ 2-ից 3 հատ։ Հիմի 2-ից 3 հատ, թե ոչ մի։ Հա? Անձնական նկատի ունեմ։ Քանի հատ է սարքվել։ 2։ Չեք լսում հարցը ժողովուրդ։ Ասում եմ 91-ից 2022 թիվը։ 91-ից 2022 թիվը։ 2 հատ տուն է սարքվել։ Այսօր 16 միլիոնով քանի տուն է սարքվում։ Հա? 200 հատ տուն է սարքվում։ 250 տուն է սարքվում։ Լավ է, թե լավ չի, որ 250 տուն է սարքվում։ Իսկ մի րոպե, իսկ Բերթավանում քանի տուն կա։ Հա? Այսինքն 20%-ով հիմա գյուղը մեծանում է, թե չի մեծանում։ Հա? Բա էտով էր ասում, որ սահմանամերձ գյուղերը դատարկվելու են, քանդվելու են, գնալու են։ Տեղի է ունենում դա, թե տեղի չի ունենում։ Վերադառնում են։ Դրա համար եք սարքում, հա, դրա համար եք սարքում։ Սարքում եք, որ թուրքերը գան մնան, հա, դրա համար եք սարքում։ Ով կա ստեղ, որ Թուրքիա համար տուն է սարքում, ով կա։ Այդ 200-ից քանի հոգի են Թուրքիա համար սարքում, իրանց համար չեն սարքում, հա։ Հաստատ չկա։ Իրանք իրանց համար են սարքում, ռեկլամում ասում է Սաֆարով ազգանունով քանի մարդ է սարքում Բերթավանում, քանի մարդ է տուն սարքում։ Սաֆարյանները սարքում են, նրանք բանը կալուգացի օլիգարխը Սաֆարյան կարդում է, գրածը կարդում է, Սաֆարով է կարդում։ Կարող է նրանց որ հայերեն տառերը չգիտեն ուղղակի։ Նոր հասկացը, Սաֆարյաններ կան, որ սարքում են տուն։ Բերթավանում Սաֆարյաններ կան։ Ես հասկացա, բա էտ ասեք ժողովուրդ ջան, բա էտ ասեք, թե չէ բանը Ռոբերտը, Գագիկը, Կալուգացին, պարզմա հայերեն տառերը չգիտեն։ Հայերեն տառերը չգիտեն, Սաֆարյան գրածա Սաֆարով կարդում են։ Տեղա գաղտնիքը։ Եվ հետևաբար Բերթավան բնակավայրում ընդամենը այդ թիվը պետք է, մարդիկ առերեսվեն այդ թվի հետ։ 2-3 տուն 1991 թվականից մինչև 2022 թիվը և 200-ից ավել տուն 2022-ից մինչև 2026 թիվը։ Եվ 2022-ից 2026 թիվը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, ճիշտ է։ Բա ուր էր այդ փողերը, մինչև 2018 թվի հեղափոխությունը ուր էր։ Իրանց գրպաններ գնում։ Ես այդ փողեր իրանց գրպանից հանել եմ, ձեր գրպանն եմ մտցնում։ Ու քանի որ իրանց գրպանը և ստամոքսը դատարկվել է, իրանք Սաֆարյան գրածը Սաֆարով են կարդում։ Այս է ամբողջ ճշմարտությունը այս նախընտրական քարոզարշավի վերաբերյալ։ Եվ հարցերի հարցը հետևյալն է, դուք ինչ եք կարդալու։ Առաջիկա ընտրություններում դուք գնալու եք և քվեաթերթիկները վերցնելու եք։ Եվ ինչ եք կարդալու ընդեղ գրած, Սաֆարով եք կարդալու, թե Սաֆարյան։ Բաբաև եք կարդալու, թե Բաբայան եք կարդալու։ Եվ այլն և այդպես շարունակ։ Հարցը շատ պարզ է դրած։ Այսօր ասում են խաղաղություն չկա, Բերթավանը թող ասի, կա խաղաղություն, թե չկա։ Տենում եք խաղաղություն, թե չեք տենում։ Զգում եք խաղաղություն, թե չեք զգում։ Բայց ինչի ծափ չեք տալիս, եթե զգում եք։
Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ։ Առաջինը սահմանազատում։ Սահմանազատում է տեղի ունենալու։ Եվ այդ բաները ուրեմն խաղաղությունը հաստատված է։ Խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը եւ սահմանները։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ կա, որտեղ Ալմատայի հռչակագիրը որպես բազային սկզբունք է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանը ըլնելու է այն, ինչ որ սովետի ժամանակ եղել է։ Խորհրդային Հայաստանում ինչ որ ողել է, ճշգրիտ ըլնելու է նույն սահմանը։ Բայց Բերթավանում չկա տենց հատված, բայց սահմանի ուրիշ տեղերում տենց հատվածներ կան, որ պրոբլեմատիկ են։ Իրար մեջ մտած։ Եվ մենք ստեղ հիմնական հարցը հետևյալն է. սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են ուզում։ Ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծեն։ Իմ ընկալումն է նա, որ եւ այսինքն ես գոնե տենց եմ տրամադրված, իմ ընկալումն է նա, որ Ադրբեջանն էլ է տենց տրամադրված, որ հիմա նենց լուծենք, որ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար մարդիկ բան չանեն, չսկսեն, էլի կոնֆլիկտը չվերաբորբոքվի։ Եվ մենք գնալու ենք այդ տրամաբանության մեջ եւ Տավուշի մարզում եւ ընդհանրապես գիտեք, որ պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերված, որ սահմանազատումը սկսելու է հյուսիսից եւ ավարտվելու է մինչեւ Իրանի սահման։ Իհարկե այստեղ թրիփ նախագծի հետ կապված մի հատ խնդիր կա։ Այսինքն ոչ թե խնդիր, մի հատ նորություն, որովհետեւ գիտեք, որ թրիփ նախագծի հետ կապված համաձայնագիրը ստորագրեցինք եւ նախագծեր ենք սկսելու իրականացնել։ Ասենք երկաթուղին որտեղով որ անցավ, որ սկսեցին կառուցել առաջ սկզբից երկաթուղու համար, ասենք օրինակ կարապարզվի, որ 2 կիլոմետր լայնությամբ բան է պետք շինարարության համար։ Սկզբից այդ 2 կիլոմետրը պետք է սահմանը հստակ գծենք, որ հստակ կլինի Հայաստանը որտեղ է, Ադրբեջանը որտեղ է։ Այսինքն որտեղ թրիփ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել, այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք եւ բան կանենք։ Եվ այդտեղ ըստ ամենայնի մի քիչ առաջ կընկնի ավելի։ Մենակ այդ հատվածները։ Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք։ Մնացածը, որովհետեւ հիմա նույն Արցվաշենի հետ կապված մենք Արցվաշենի խնդիր ունենք։ Չենք կարա հրաժարվենք այդ խնդրի հետ։ Չենք կարա հրաժարվենք այդ խնդրից։ Այսինքն սահմանազատման արդյունքում սկզբունք 1 Խորհրդային միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։ Սկզբունք 2 կարող է պարզվի, որ այդ գիծը նենց է գծած, որ մեկի տուն է մտնում։ Որտեղ այն ժամանակ մի երկիր ա եղել, այդքանով է խորացել, ով է։ Մենք այդ երևույթները նաև տեսանք բանում, Կիրանցում եւ Ոսկեպարում։ Մի պետություն ա եղել։ Մի պետություն ա եղել, այն ժամանակա գիտեք, տեսել են ավակ սերնդի ներկայացուցիչները կվկայեն։ Մի հատ գառով, մի հատ բանով հեշտ դժվար չէր, մի հատ կոլխոզի մակարդակում մի հատ խնդիր լուծել։ Հիմա երբ որ տենց հարցեր կա, հարցերի մասշտաբից է կախված։ Մենք պետք է այդ բոլոր ծուռ մուռ գծերը այնտեղ որտեղ հնարավոր է, որովհետև տեղ կա կարող է հնարավոր չի։ Տեղ կա հնարավոր չի, պետք է հասկանանք ոնց ենք անում։ Այդ բոլոր գծերը պետք է ուղենք։ Լուծումը սահմանազատման արդյունքում պետք է լինի նենց։ Դու Բերթավանցի ես, անտ ինչա։ Նարեկ լուծում պետք է լինի նենց, որ Նարեկը էլ կոնֆլիկտի կռիվի հեռանկար իր երեխեն այդ թեման հավետ փակվի, հավիտյան փակվի, որ Նարեկը որ Նարեկի միակ հոգսը լինի աշխատել եւ ավելի լավ պետություն նախ իր կյանքը,
Էս էլ է շատ կարևոր, ժողովուրդ ջան։ Մեր երկրում կեղծիքի վրա շատ հաճախ հիմնված մենք ասել ենք, որ մարդը պետք է առաջ մտածի պետության, հայրենիքի հետո իր մասին։ Բայց մարդը նախ իր ամեն մարդ, երբ որ ինքը իր աշխատանքով իր բարեկեցությունը ապահովում է, պատկերացրեք մարդ, որ աշխատում է, իր ընտանիքը պահում է, իր բարեկեցությունը ապահովում։ Դրանով ինքը ամենամեծ ծառայությունն է մատուցում պետությանը, որովհետև պետությունը ստիպված չի լինում մտածի այս մարդկանց ոնց սոցիալապես հացի փող հասցնի, որովհետև մարդը իր հացի փողը աշխատում է, նա ով ինքը իր հացի փողը ազնիվ աշխատանքով աշխատում է, ամենամեծ ծառայությունն է մատուցում պետությանը, այսինքն ինքը դադարում է հոգս լինել պետության եւ ուրիշների համար։ Մեր խնդիրը մենք պետք է մեր երեխեքին դրա համար է որ մենք դպրոց ենք կառուցում, գրում ենք լավ ապրի, լավ սովորի, որ լավ ապրի։ Դա ինչ է նշանակում։ Մենք երեխուն ասում ենք առաջին բանը որ դու պետք է անես, դու քո կյանքը կազմակերպես, այսինքն դու քեզ ուրիշների համար հոգս չդարձնես, ոչ քո հարազատների, ոչ քո ընկերների, ոչ քո պետության, ոչ քո համայնքի։ Այսինքն մարդու առաջին մեծ խնդիրն է, որ ինքը ուրիշների համար պրոբլեմ չստեղծի։ Այս մինիմումն է։ Հաջորդը դրանից հետո երբ որ ինքը էս անում է, եթե մարդ լավ կյանք ունի, նշանակում է ինքը շատ հարկեր է վճարում։ Որտեղ ինքը բարձր աշխատավարձ ստացավ, նշանակում է ինքը ավելի շատ եկամտային հարկ է վճարում։ Ավելի շատ հարկեր է գեներացնում պետությանը։ Եվ երբ որ ինքը հոգս չի դառնում ուրիշների համար, ինքը պետության համար հնարավորություն է ստեղծում, որ այն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն չեն կարա իրանց կյանքը բարելավեն, հիվանդության պատճառով, հաշմանդամության եւ օբյեկտիվորեն օգնության կարիք ունեն, պետությունը ավելի մեծ հնարավորություն ունենա օբյեկտիվ օգնելու նրանց, ովքեր օբյեկտիվ օգնության կարիք ունեն։ Որովհետեւ մեր փիլիսոփայությունը էս է, մարդը առողջական խնդիր չունի, այսինքն աշխատունակ է, գործունակ է։ Ինչի պետք է ուրիշը իրան պահի, ժողովուրդ, ինչի պետք է ուրիշը իրան պահի։ Պետք է ինքը իրան պահի եւ իրան պահելով պահի նաեւ պետությանը։ Մենք ցավոք այսօր դեռ չենք հասել այդ մակարդակին, բայց մենք անցում ենք կատարում դեպի այդ մակարդակ։ Եվ ինչու է այսօր այդ խնդրեմը, որովհետեւ Հայաստանում նորմալ դպրոցների թիվը քիչ է եղել, նորմալ մանկապարտեզների թիվը քիչ է եղել։ Մենք հազարավոր, տասնյակ հազարավոր երեխեք ունենք, որ մանկապարտեզի հնարավորություն չեն ունեցել, այստեղ երկու խնդրեմ ենք ստացել։ Խնդրեմներից մեկը, որ այդ երեխեն իր նորմալ պատշաճ կրթության ուղուց արդեն ի սկզբանե դուրս է եղել։ Երկրորդն էլ երիտասարդ մայրերը չեն կարեցել զբաղվեն իրանց կրթությամբ, չեն կարեցել մտնեն աշխատանքի շուկա եւ իրանց ընտանիքի բարեկեցության ավելի մեծ ներդրում ունենան։ Այսօր մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում եւ նաեւ մսուրային ծառայություններն ենք ընդլայնելու։ Այդ մեծ փորձագետները կասեն, ինչքան ժամանակվանից է երեխային կարելի տալ մսուր մանկապարտեզ։ Եթե 6 ամսից կարող է այդ մի քիչ գիտական հարց է։ Բայց մեր խնդիրն է օր առաջ, երբ որ հնարավոր է, երեխան մանկապարտեզում սկսի իր կրթությունը, որովհետև այսօր գիտեք ինչով է կարևոր դա։ Այսօր մենք խնդրեմ ունենք։ Ինչ խնդրեմ է։ Երեխեքը հեռախոսների մեջ, որովհետև ծնողներն էլ հասկանալի, արդեն խոսքի եւ այլնի խնդիրներ են ունենում, որովհետև չեն շփվում երեխեքը իրար հետ։ Դրա համար մենք պետք է հնարավորինս շուտ երեխեքին տանենք մսուր, որ երեխեքը իրար հետ սկսեն բլբլալ եւ սկսել խոսել։ Այսօր ամեն տարվա հետ այդ խնդրեմ մեծանում է։ Երեխեք կան սկսում են խոսել, առաջ սկսում են առաջին լեզուն, որ խոսում են, սկսում է անգլերեն լնել, սկսում է ռուսերեն լնել, որովհետև YouTube-ում ծնողներն է պարզա, չէ՞ այդքան հոգսի տակ պրծնելու համար հեռախոս տալիս են, ասում են այնքան որ սուս մնա։ Այդ երեխեքին մենք պետք է տանենք մսուր, որպեսզի իրանց կրթությունը ժամանակին եւ նորմալ ստացվի։ Եվ նաեւ սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեզ հազարավոր նոր կադրեր են պետք մսուրների համար, որովհետև այսօր մանկապարտեզի սեգմենտը փակված է, բայց երբ որ մսուրները բացենք, մեզ մսուր մանկապարտեզները բացենք, մեր դաստիարակների նոր շերտ առնելու։ Մենք մանկապարտեզի հատվածում կրթությունը
Ավելի բարձր որակի կրթություն պետք է ապահովենք մանկապարտեզում։ Այսօրվա դաստիարակներին իրանց կրթական պահանջներով մենք տեղափոխելու ենք մսուրային հատված։ Իսկ մանկապարտեզի դաստիարակների համար եւ տարական դպրոցի ուսուցիչների համար բարձրագույն կրթությունը լինելու է պարտադիր պահանջ։ Եվ մենք ապահովելու ենք, որ մարզային այն բուհերը, որ այսօր կան, որպեսզի ակադեմիական քաղաքի բացումով այդ բուհերը չփակվեն, մենք մանկավարժական կադրերի պատրաստումը հիմնական դնելու ենք մարզային բուհերի վրա, որ մարդը իր մարզում ապրի, իր մարզում սովորի, իր մարզում նա ով ուզում է ավելի բարձր այլ կրթություն ստանա, ակադեմիական քաղաքում կշարունակի։ Ես սա ինչի համար եմ ասում, սա նոր որակի պետության տեսլականն է։ Մենք նոր որակի պետություն ենք ունենում։ Նոր որակի պետություն նշանակում է նոր որակի կրթություն, նոր որակի սոցիալական ապահովություն։ Այսօր առողջության ապահովագրությունն է արդեն ովքեր են կան Բերթավանում մարդիկ կան, որ օգտվել են առողջության ապահովագրության համակարգից, կան մարդիկ։ Այսօր կան մարդիկ Բերթավանում, որ զգում են, որ թոշակը բարձրացել է, երեք, որ գյուղում էր, հեսա հիշեմ։ Մի մարդ ինձ մոտեցել է, ասում է իմ ընտանիքի բյուջեն, ասում է վերջին 2 տարվա ընթացքում 500,000 դրամով աճել է։ Զարմացա, ասի ոնց ես հաշվում։ Ասեց կինս ուսուցիչ ատեստավորվել է, տղաս ուսուցիչ ատեստավորվել է, իմ թոշակը ավելացել է, իմ բանի առողջության ապահովագրության հետ կապված այն դեղերը, որ նախկինում առնում էի, հիմա չեմ առնում, այլ ստանում եմ, այդ ամբողջի հանրագումարը ամիսը 500,000 դրամ։ Ամիսը 500,000 դրամ։ Այսինքն հաշվարկ կանենք։ Ենթադրենք ուսուցիչը իր աշխատավարձը, ասենք օրինակ կրկնապատկել է։ Ասենք 150,000 դրամ երկու ուսուցչի աշխատավարձը ասենք բարձրացել է։ Ենթադրենք։ Այդտեղավ 300,000 դրամ, այդ չէ պետք է մի քիչ ավելի շատ բարձրացած լինի, որ 500,000 դրամով ավելանա։ Կախված նաև թե ինչքան է նախկինում ինքը ինչքանի դեղեր է գնել քրոնիկական մարդու ասածն եմ ասում, ես ինձնից եթե չեմ սխալվում ուղիղ եթերել ա եղել, կարանք նայենք ստուգենք։ Եվ սա նոր որակի պետություն է, բայց նոր որակի պետությունը ուրիշ բանի մասին է նաև, որ պետք է լինեն բաց սահմաններ եւ բաց ճանապարհներ։ Խորհրդային միության ժամանակ Ադրբեջանից Բերթավան եկող ճանապարհ է եղել։ Քարտեզի վրա մենք այդ ճանապարհը տեսնում ենք։ Եվ մենք բարձվում է ուրիշ բան, որ արևելքից արևմուտք տանող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով եւ Հայաստանի Հանրապետության հյուսիսով, Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով։ Հիմա միջազգային մեծ ներդրումային հետաքրքրություն կա։ Հիմա մենք գիտենք, որ այդ հատվածով անցնում, բայց կոնկրետ չգիտենք, որն է ավելի կարճ։ Հիմա մենք նայում ենք երթուղիները, դա կարող լինի Բերթավանով, դա կարող լինի Իջևանով, դա կարող լինի բանով, Նավուր թթու ջրով, կամ կարող է պարզվի իրեքն էլ հավասար երկարություն են։ Եվ մենք այսօր արդեն առաջարկ ունենք, որ սկսենք զբաղվել բեռնատարների համար այդ ճանապարհները բացելու վճարովի հիմունքներով, որը միլիարդների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությունում։ Հյուսիսում այդ նախագիծը եւ պարզ է, որ մենք Իջևան Դիլիջան երկաթուղու ճյուղը պետք է միացնենք Իջևան Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղու, որովհետև Լերմոնտովոյի մոտ մենք տեղ ունենք, որ 6 կիլոմետր մոտենում է իրար, որպեսզի ստանանք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին։ Դա միլիարդների եկամուտ է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ իհարկե այնտեղ կա նաև հարթությունները ուղղելու, որովհետև այնտեղ բաները, վերելքները շատ են, բայց դա մեծ ներդրումային ծրագիր է, բայց եթե լինի հաշվարկ, որ այդ փողը հետ է գալու, այդ փողը կգտնվի եւ կներդրվի։ Եվ հետեւաբար
նոր որակի բանակ, տեսել եք զորահանդեսը ժողովուրդ ջան։ Եվ ինչ տպավորություն ունեք։ Հիշում եք ինչ էին ասում։ Հիշում եք ինչ էին ասում։ Ասում են բանակը քանդում են, բանակ չեն ստեղծում, Հայաստանի պաշտպանության, Հայաստանը թողում են անպաշտպան։ Տեսա, հա։ Էլի են ասում, հա, դե ձեր ընտրությունն է, ինչ եք կարդում, էդ եմ ասում, պետք է Սաֆարյան գրած է, բայց պետք է կարդակ, ինչ կարդակ, Կալուգացին, Եռագլուխ կուսակցությունը Սաֆարյանը կարդում է Սաֆարով, այս ընտրությունով դուք պետք է կարդակ, գրածը ինչ եք կարդում, ինչ եք տենում, և այն ինչ տենում եք, այն էլ ստանալու եք արդյունքում։ Եթե Սաֆարյան եք տենում, Սաֆարյան էլ ստանալու եք։ Եթե Սաֆարով եք տենում, Սաֆարով էլ ստանալու եք։ Էս է ամբողջը։ Էս է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք։ Ասեցիք, որ տենում եք խաղաղությունը, ճիշտ ազգում եք։ Հիմա ժամանակն է դա արձանագրել։ Խաղաղությանը տեր կանգնում եք, թե տեր չեք կանգնում։ Տեր կանգնելու ձևը հետևյալն է։ Գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը քվեարկելով 16-ի օգտին, որովհետև ինչի 16-ի օգտին, որովհետև մենք ենք այդ օրակարգը ստեղծել և մենք ենք այդ օրակարգի պատասխանատուն, որովհետև ով էլ եկավ, բոլորն ասում են գալու ենք, այս լավ խաղաղություն չի, գալու ենք ուժեղ խաղաղություն։ Ո՞նց եք ուժեղ խաղաղություն ստեղ։ Ինչ է նշանակում։ Մեկը ասելա ձեզ ուժեղ խաղաղություն ինչ է նշանակում։ Ուժեղ խաղաղություն, այսինքն ուժի վրա հիմնված խաղաղություն։ Այդ նշանակում է նոր պատերազմ։ Այդ նշանակում է նոր պատերազմ։ 2024 թվին ես ասում եմ ի վերջո դուք պետքա տաք այդ մարդկանց պատասխանը։ Բասում էին ոսկեպարի եկեղեցին հանձնում են։ Բասում են կիրանցը հանձնում են, բասում են կիրանցը դատարկվելու է։ Այսօր կիրանցի 50%-ի չափով, կիրանց գյուղը 50%-ից ավել բան անում, տներ ասարկվում։ Այսօր այո, Ադրբեջանից 30 մետր հեռավորության վրա, երեխեքը ֆուտբոլ են խաղում, դպրոց են գնում, որևէ մեկը մտավախություն ունի, ծնող կա, որ հրաժարվում է։ Ստեղ կարևորը 30 մետր հեռավորությունը չի։ Այսօր տեխնիկան այնքան զարգացած է, որ կապ չունի 30 մետր ես հեռու 30 կիլոմետր, թե 300։ Նույն խոցելիությունն է։ Այսօր գերտերություններ կան, որոնց մայրաքաղաքը իրանց սահմանից հազարավոր կիլոմետր հեռու է, մարդը իր տան նստած անօթաչուն մտնում է իր տուն։ Հիմա այդ տունն է ավելի անվտանգ, թե Կիրանցի ֆուտբոլի դաշտը։ Իհարկե Կիրանցի ֆուտբոլի դաշտը։ Ինչի այսօր Կիրանցից կամ Բերթավանում որևէ մեկը վերակենում են այն մտավախությամբ, թե տենաս այսօր ում տան վրա կկրակե, ում տան վրա են կրակել 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Իսկ առաջ եղել է կրակոցներ, թե չի եղել։ Եղել է 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո դուք կրակոց լսել եք։ Հիմա ձեր ընտրությունն է, ձեր ընտրությունն է, այդ ամենին տեր եք կանգնում, թե տեր չեք կանգնում։ Ընդ որում, ես ասում եմ, ընտրությունը ժողովրդինն է։ Դուք ինչ որոշեք, ես հնազանդ անելու եմ։ Որոշեք, որ ես պետքա գնամ, ես կթողեմ կգնամ։ Որոշեք, որ ես պետքա մնամ եւ ես գործը տանեմ միջև վերջ, ես այս գործը կտանեմ միջև վերջ։ Եվ ես ուրիշ բան եմ ասում։ Մենք նոր որակի պետություն արդեն ունենք եւ հաջորդ 5 տարում մեր պետությունը լինելու է բոլորովին այլ որակի, բոլոր ոլորտներում։ Այդ թվում քաղաքացի պետություն հարաբերություններում։ Բայց ես նաև ուզում եմ կոչ անեմ բոլորիդ, որ այդ տեսնելով այդ 16 միլիոնի, չէ, պետությունը 200 ընտանիքի 16 միլիոն տվել է, ճիշտ է։ Ես ակնկալում եմ, որ եւ
այդ ծրագրից օգտվող քաղաքացիները եւ ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր տեսնում են այդ ամեն ինչը, ոչ մի անգամ խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգան, ոչ մի անգամ, որովհետեւ նա ով ՀԴՄ առանց ՀԴՄ-ի դուրս է գալիս, պետք է հիշի այդ 16 միլիոնի տունը, պետք է հիշի այդ 300 դպրոցը, պետք է հիշի այդ 500 մանկապարտեզը, պետք է հիշի մայիսի 28-ի զորահանդեսը, պետք է հիշի ճանապարհները։ Հիշում եք 18 թվին Բագրատաշենից Երևան ճանապարհը ինչ վիճակում եք։ Չեք էլ հիշում ու լավ է որ չեք էլ հիշում։ Ու երբեք չեք էլ հիշելու։ Ընտրեք 16-ին եւ այն մղձավանջերը, որ ունեցել եք, ոչ մեկ այլևս չեք հիշելու, չեք հիշելու։ Երեխեքը գրքում կարդալու են, ասելու են, «Էս ինչ է, էս ինչի մասին է, էս ինչի մասին է»։ Եվ ուրեմն իմ կոչը խնդրանքը հորդորն է ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Բերթավանին, Նոյեմբերյանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ, շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։